Բարև եթերում Boxing Time-ն է։ Մի քանի օրից Երևանը դառնալու է բռնցքամարտի եվրոպական մայրաքաղաք։ Բռնցքամարտի Հայաստանի Ֆեդերացիայի շնորհիվ հերթական անգամ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կընդունի մեր երկիրը։ Այս անգամ Երևանում կանցկացվի մինչև 23 տարեկանների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունը։ Մեր տարբեր տարիքային հավաքականներն այս օրերին ուսումնամարզական հավաքներ են անցկացնում մինչև 23 տարեկանների եւ աղջիկների ընտրանին ծաղկաձորում է։ Դե ինչ գնանք տեսնենք, թե ինչպես են մարզվում մեր բռնցքամարտիկները։ Այս պահին ուսումնամարզական հավաք է անցկացնում մեր հավաքականը, իդեպ այստեղ ոչ միայն մինչև 23 տարեկանների ընտրանին է, այլև մեծահասակների հավաքականը։ Իսկ թե ինչին են պատրաստվում մեր մարզիկները, կիմանաք հենց Boxing Time-ի եթերում։ Զրուցակիցս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուզիկ Մկրտչյանն է։ Պարոն Մկրտչյան, թիմը ինչպիսի ուսումնամարզական հավաք է սկսել ու ինչու հենց մինչև 23 տարեկանների հավաքականը եւ մեծահասակների հավաքականը։ Թիմը սկսել ենք ընդհանուր ֆիզիկական պատրաստականություն է Ծաղկաձորում 22 տարեկանները նոյեմբերի 1-ին Եվրոպայի առաջնությունն է Երևանում, նախապատրաստվում են ընդհանուր ֆիզիկական պատրաստականություն, դրանից հետո քիչնիկ օլիմպիադան տեխնիկա-տակտիկական պատրաստականության համար, իսկ մեծահասակները, տղաները մենք ժամանակ չենք ունեն աշխարհի առաջնությունից առաջ ընդհանուր ֆիզիկական պատրաստականություն, հիմա են անցնում տղաները, որ պատրաստենք դեկտեմբերի կայանին աշխարհի առաջնությանը։ Ինչպիսի կազմով ենք մասնակցելու մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, արդյոք Հայաստանի հավաքականը մարտունակ է լինելու։ Ասեմ, կազմը բավականին լավ տղաներ են, մենք փորձեցինք միջազգային մրցաշարում մեր տղաներին, նրանք լավ մասնակցեցին, ինձ թվա մեր երկրում մեր տղաները մեր երկրի պատիվը մեր դեռ բարձր կպահեն։ Այն նշեցիք, որ միջազգային մրցաշարում նրանց ուժերը փորձել եք։ Ինչ խնդիրներ ցույց տվեց միջազգային մրցաշարը, որը թե այս հավաքում, թե նաև տեխնիկա-տակտիկական հավաքում փորձելու եք շտկել։ Մրցաշարը տղաներին ցույց տվեց փորձ մեկ էլ բաց տեղերը, որ տղաներն որ բացթողումներ ունեն։ Մրցումներից հետո մենք սկսեցինք շտկել այդ բացթողումները, իսկ թվա մինչև մրցումներից սկսվել է տղաները իրենց թերությունները կշտկեն, բավականին լավ կմասնակցեն։ Այ հետաքրքիր է հատկապես ինչ թերությունների մասին էր խոսքը։ Հատկապես տեխնիկա-տակտիկական թերությունների մասին է, որը ֆիզիկական պատրաստականությունը տղաները լավ շնչեցին, լավ մենաբանեցին, ավելի շատ ոչ թե տեխնիկա-տակտիկա, ավելի շատ հոգեբանական խնդիրներ ունին, որտեղ որ մարդ յանցն է հաղթանակը, մեր սովորական պատճառում հաղթանակը կարող է թողնել ուրիշի չերկումները կենենք ինձ թվա մարզումների ժամանակ լավ կլինի։ Տան պատերը որքանով են օգնելու Եվրոպայի առաջնության ժամանակ։ Իհարկե տան պատերը կօգնեն, մեր երկրպագուները կօգնեն, իսկ թվա յանց հայրենիքում յանց երկրում ավելի պարտավորված կզգան, յանց ավելի լավ կրվելու համար։ Արդեն որերորդ անգամ է Եվրոպայի առաջնությունը գալիս է Հայաստան։ Սա որքանով է նպաստում, որպեսզի Հայաստանում զարգանա բռնցքամարտը։ Այնքանով է լավ նպաստում մեր սպորտացիներին, որ մարտիկա Եվրոպայի առաջնությունը մենակ հեռուստացույցով են տեսել, իրանց պարտք վիճակվի ներկա գտնվել այդ խոշոր միջոցառմանը, նպաստել է փոքր երեխաներին, որ այդ սպորտացիով ավելի շատ զբաղվեն։ Ամենայն հավանականությամբ դեկտեմբերին կկայանա աշխարհի առաջնությունը։ Ինչպիսի կազմով ենք մասնակցելու, մարտունակ է լինելու արդեն մեծահասակների հավաքականը։ Իհարկե մարտունակ են լինելու, որովհետև տղաները բավականին ուժ ու երան չեն խնայում, լավ աշխատում են, իսկ թվա մինչև աշխարհի առաջնությունում տղաները պատրաստ լինեն աշխարհի առաջնությունում մասնակցելու։
անկասկած մեր հավաքականը շատ ավելի կուժեղացնի Հովհաննես Բաչկովը, եթե հայտնվի մեր հավաքականում աշխարհի առաջնության ժամանակ։ Խոսել եք նրա հետ, ինչ քննարկումներ եք ունեցել։ Խոսացել եմ Հովհաննես Բաչկովի հետ։ Я մենամարտը պիտի տնեին դեկտեմբեր ամսին, բայց ոնց որ հետաձգվել է մենամարտը, իսկ թվա կմասնակցի աշխարհի առաջնության։ Ինչ հաջողություն մաղթենք ձեզ նախ մինչև 23 տարեկաների Եվրոպայի առաջնությունում, այնուհետև մեր ուշադրության կենտրոնում կլինի արդեն մեծահասակների աշխարհի առաջնությունը։ Երիտասարդների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Մանվել Պետրոսյանն է։ Մանվել, առջևում Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունն է, ինչպես է պատրաստվում կարևոր ստուգատեսին։ Պատրաստում ենք շատ լավ, շատ մարտական, մեր հայրենիքում լինելու ամեն ինչ պիտի անենք, որ մեր գերագույնը բարձր պահենք մեր հայրենիքում։ Պիտի շատ պարապենք, շատ քրտնաջանենք, շատ անկատարենք, որպեսզի միշտ բարձրացնենք մեր գերագույնը։ Ինչ խնդիր ես դրել քո առջև։ Խնդիրը դառնալ Եվրոպայի չեմպիոն ու կդառնամ հաստատ, այսքան տանջվում եմ, պարապում եմ, նորից եմ ասում, մեր հողում պիտի լինի, ոչ մեկ չի կարող գա իմ հողից իմ քրտնաջան աշխատանքը վերցնի ու տանի, պատրաստվել եմ շատ լավ, պատրաստում եմ էլի շատ լավ ու անելու եմ այն, որ հասնեմ մենակ ոսկու։ Առջևում նաև ծանր մարզումներ են, իհարկե գիտեմ, որ մի քանի անգամ արդեն իսկ հաղթահարել եք Ալիբեկը, ոնց է ստանում այդ ծանրաբեռնվածությունը։ Շատ լավ են տանում ծանրաբեռնությունը, ճիշտ է, Գերուզիկի գլխավորությամբ շատ է տանջում, բայց այս տանջակը ի վերջո կհասնի արդյունքին, շատ լավ պատրաստում ենք, շատ քրտնաջան աշխատում ենք, ոչ մի ջանք չենք խնայում աշխատանքին, մենակ հաղթանակի հետևից ենք գնում մեր աշխատանքը։ Եկեք հաջողություն։ Հավաքականում կան նաև նոր անուններ։ Արթուր Ավետիքյանին հնարավորություն է ընձեռվել մեր երկիրը ներկայացնել մինչև 23 տարեկաների Եվրոպայի առաջնությունում։ Արթուր, ինչպես ես պատրաստվում, ինչ կասես մարզավիճակիդ մասին։ Մարզավիճակս նորմալ է, պատրաստվում ենք ֆիզիկական աշխատանք ունենք։ Հետո պետք է շտանք Օլիմպիադան։ Ինչ խնդիր ես դրել քո վրա Եվրոպայի առաջնությունում։ Խնդիրը մեկն է միայն չեմպիոն դառնալը։ Նպատակային է, որ չեմպիոն դառնալ, դրա համար ենք պայքարում եւ արձվում։ Երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն Համլետ Ադամյանն է։ Համլետ, վերջին մարզումներն են ընթանում Ծաղկաձորյան ֆիզիկական վերջին մարզումները, ոնց է ստալել այս ուսումնամարզական հավաքը, ոնց է ընթանում այս ծանրաբեռնվածությունը։ Բարև Արամ ջան, սաղ լավ ընթանում է, պատրաստու բոլորս մեր ուժից առավել աշխատում ենք, անում ենք այն ինչ որ մեզանից հնարավոր է ու անելու ենք ամեն ինչ, որ կայանալիք Եվրոպայի առաջնություն զբաղեցնենք առաջին տեղը, ոչ միայն անհատական, այլ նաև թիմային։ Եվրոպական առաջնությունների, եվրոպական ռինգերի բավականին մեծ փորձ ունես, ինչի վրա ես հատկապես աշխատել այս ընթացքում, ինչ շտկումներ ես արել ու ինչպես ես պատկերացնում հերթական երևանյան ռինգը։ Այդ sense ասած Արամ ջան, շատ մեծ աշխատանք է տարվում, ես ինձ երկու բառով էլ չեմ կարող այդ ներկայացնեմ։ Մենք ամեն ինչի վրա աշխատում ենք, թե ինչը որ լավ է եղել, ինչը որ վատ է եղել, ամեն ինչի վրա աշխատում ենք, լավը բարելավում ենք, վատը ավելի ենք լավացնում, որ կանալիք մրցաշարում вообще խնդիրներ չունենանք ռինգի մեջ։ Ինչքանով կօգնեն երևանյան պատերը Եվրոպայի առաջնության ժամանակ։ Իհարկե շատ մեծ դեր է մեր համար, որ մենք մեր պատերի ներքո ենք, մեր երկրի մեջ ենք, մեր երկրի մեջ մենք մեր դրոշը պետք է վեր բարձրացնենք, այդ շատ մեծ մեր համար ուժու եռանդ է, էլի։
Վերջին մրցումների ժամանակ հատկապես եվրոպական ստուգատեսներում չէր հաջողվում ուժերը ներածին չափով ներդնել ու առավելագույն հաջողության հասնել։ Դա քեզ ընկճել է թե ոչ։ Իհարկե ոչ, այդ մենակ ավելի շատ մոտիվացնում է սենց ասած, որ հաջորդ կայանալիք մրցաշարերում ավելի լավ ռեզուլտատներ մենք ցույց տանք, ավելի լավ քրտաջան պարապենք, որ էլ այդպես բաներ չլինի ռինգի մեջ։ Եվրոպայի առաջնության առաջին անգամ մասնակցելու հնարավորությունը ստացել նաև 51 կիլոգրամ քաշային Ալեն Ասլամազյանը։ Ալեն, առաջին անգամ ես ուզել փորձելու եվրոպական ռինգում, ինչպիսի խնդիր ես դրել քո առջև, որն է լինելու քո գերնպատակը։ Երկար դադարից հետո, քանի որ առաջին անգամ եմ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, միանշանակ ամենաբարձր կարգի մեդալ, ոսկի մեդալ պետք է նվաճենք ու հենց ամենասկզբից էլ բարձր ցուցանիշով սկսենք։ Խոսքեր, բայց պետք է նաև աշխատանք կատարած լինես այդ ոսկե մեդալի համար։ Արդյոք ստացվել է այդ աշխատանքը։ Շատ լավ ուսումնամարզական հավաքներ ենք անցկացնում, գերհագեցած, շատ լավ հավաքներ են մեր մարզիչների գլխավորությամբ Ռոզիկ Մկրտչյանի եւ Ռոբերտ Պետրոսյանի։ Պատրաստ ենք մեր երկրում մի պատիվ հաղթանակի բարձրացնել մեր երագույնը ու հնչեցնել մեր օրվերքը։ Դավիթ Սիմոնյանի համար Երևանյան ռինգը հաջողակ է 2023-ին նա դարձավ մինչև 20 տարեկաների Եվրոպայի չեմպիոն։ Դավիթ, նախ ինչպես ես պատրաստում առաջիկա կարևոր ստուգատեսին ու արդյոք նախախնամությունը Երևանյան ռինգը հերթական անգամ քեզ կօգնի։ Պարապմունքները անցնում է շատ ծանր, լավ մարզավիճակում ենք բոլորս էլ։ Հիմա ֆիզիկական լավ մարզավիճակում ենք, Օլիմպիադանում արդեն կմշակենք տեխնիկա-տակտիկան։ Իհարկե միշտ էլ պատերը օգնել են, տան հարկի տակ միշտ էլ հաջողությունը դեպի մեզ է գալիս։ Աստված կտա, սա լավ կլինի էլի։ Դավիթ, բայց ամեն դեպքում երիտասարդական ռինգը եւ մինչեւ 23 տարեկաների ռինգը բռնցքամարտը տարբեր բաներ են։ Արդյոք հարմարվել ես այս բռնցքամարտին։ Հա, կարծում եմ իմ տեղը ցույց կտամ մինչեւ 22 տարեկաններում։ Երիտասարդներում կարողացա ապացուցել, որ լավագույնը ես եմ մինչեւ երիտասարդների մեջ։ Հիմա կփորձեմ իմ տեղը հաստատեմ մինչեւ 22 տարեկաններում։ Որոշել ես ինչպես ես նշելու չեմպիոնությունը հաջողության դեպքում։ Կարծում եմ պետք չի ժամանակից առաջ անցնեմ, բայց եթե չեմպիոն դառնամ, արդեն կլինի որ կրկնակի չեմպիոն եմ, ուրախությունը ավելի է կրկնապատկվում։ Ջևի չեմ կարող ասել էմոցիաներս էլի։ Ինչ տասնած այդպիսի էմոցիաներ ապրես։ Հարություն Հակոբ Կոխյանը նախորդ տարվա Եվրոպայի մինչև 23 տարեկաների առաջնության արծաթե մեդալակիրն է։ Հարութ, այսօրվա պես հիշում եմ նախորդ տարվա եզրափակիչը քեզ շատ քիչ չբավարարեց Եվրոպայի չեմպիոն դառնալու համար։ Նախ ինքդ հիշում ես այդ եզրափակիչը։ Իհարկե, հիշում եմ։ Ինչ տպավորություններ այդ եզրափակիչից, ինչն է հատկապես մնացել այդ եզրափակիչից որպես հիշողություն։ Դա երևի որ իրան նոկդաունին ենթարկեցի, բայց չհաշվեցին, բայց դա արդեն անցած բան է, էլի։ Շատ կարևոր բանի մասին խոսեցիր, հիշում ես մի պահ, որը վճռորոշ եղավ քո մենամարտի ժամանակ։ Ինչ է փոխվել քո մտքերում, ինչ է փոխվել քո մարզումներում, որպեսզի նաև այդ առումով առաջ գնացած լինես, որպեսզի նաև ոչ մեկի ոչ մի շանս չտաս։ Գիտեք ոնց ես ինչքան էլ ոնց ասեմ, ամեն ինչ գերազանց անեմ ռինգում, մեկը միշտ աճելու տեղ ունես մի քիչ։ Ինչքան լավ ուզում ես արա։ Ես շատ սխալներ եմ նկատել իմ մեջ, ասենք, թե հարվածները քիչ եմ փոխում պայտակ, թե պայտակ, չգիտեմ, ուշադիր չեմ լինում, կենտրոնացումս եմ շվան լինում, ավելի շատ դրանց վրա եմ սկսել աշխատել ու ինձ թվում է ես այդ մենամարտից հետո էլ մրցումներ կպա ու զգում եմ, որ աճ կա ու ամեն մենամարտից աճը զգում եմ վրա ու ավելի շատ սխալներ եմ նկատում, որոնց վրա կարող եմ աշխատեմ։ Եվրոպայի առաջնությունը Երևանում է կայանալու տանպատերի ներքո, որքան ոգևորող է, որքան երկրպագուները օգնելու են, այն նաև պարտավորեցնող է եւ նաև ինչ որտեղ կարող է ավելորդ լարվածություն առաջացնել։ Ինչ կասես այս առումով։ Ճիշտն ասած, այդ ավելորդ լարվածության մասին իհարկե որ հայրենիք մաս կգնում ուզում ես ավելի լավ
մասնակցել, բայց դե այդ բոլորը ոչ մի բան պետք է հաշվի չառնես, կապ չունի Երևանում ես, թե չգիտեմ, ուրիշ երկրում, նույն ձև պետք է կպնես, նույն ձև տրամադրվես։ Ինչ ես ավելացրել այս ընթացքում քո մարզումներում։ Նաև մարզավիճակում։ Դե որ ասեմ կոնկրետ ավելի շատ սկսել եմ խելքով պարապել, ավելի շատ խելքով։ Ինչ դա աստված, որ Երևանյան ռինգին քեզ շնորհավորելու առիթ ունենանք ու ոսկե մեդալ նվաճես։ Այն որ մինչև 23 տարեկանների բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է ուժեղ կազմով, դրանում երկու կարծիք լինել չի կարող։ Իսկ բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան ամեն ինչ անելու է, որպեսզի Եվրոպայի առաջնությունն ընթանա ամենաբարձր մակարդակով։ Boxing Time-ի եթերում այս օրերին կլինեն մեր բոլոր հավաքականները, այնպես որ սպասեք մեզ։